ընկերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Բարև ձեզ Տիկին Ալավերդյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք տեսնում ենք մարդու իրավունքների պաշտպանության հարցում ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, եթե ավելի կոնկրետ հրահանգ է տրված ջարդել միջև վերջ։ Ինչու են գնում այսպիսի ծայրահեղ քայլերի, Նիկոլ ինչու է գնում այսպիսի ծայրահեղ քայլերի, ընդ որում ոչինչ արդեն չեն թաքցնում։ Դուք հիշում եք, որ մի քանի օր առաջ եռաբլուրում է եղել Աննան եւ սպառնացել է ծնողներում, դուք դեռ կտեսնեք որևէ խնդիր, որևէ վախ չունեն դրա հետ կապված եւ գիտեք, որ Նորքի թաղապետարանում ինչ որ տեղի ունեցավ, հիմա քրեական գործեր հարուցվեցին ծեծվողի նկատմամբ, սա ուղղակի աբսուրդ է, իր արածը միայն եղել էր այն, որ այսօրվա իշխանության խոշոր թալանն ու ապօրինություններ բացահայտել, սիրելի հայրենակիցներ, այն որ ձեզանից գողացած այդ գումարներով, որ իբրև թե ես մանկապարտեզները վերանորոգում, իմիջիալոց դա ցանկացած թաղապետարանի մի հատ ինչ-որ բաժնի աշխատանք է, որը մեծ հպարտությամբ այս Աբիկար փողոցայինը ցույց է տալի, որ իբրև թե տեսեք ես ինչ գործ եմ արել ու մի հատ էլ փորձում եմ նախկինների հետ համատել, մի հատ էս նախկինների ժամանակ քանի գործարանու ինչեր արտադրամասեր ինչեր է բացվել ու քո ժամանակ մի հատ էս քանիսն են փակվել ուղակի։ Այո, սա թալանի ձեռքը բռնելու քայլ էր եւ որպեսզի դա շարունակական չլինի, ակնհայտ է, որ Նիկոլը իր բանդային, իսկ հիմա կհամաձայնեք, չէ՞ Տիկին Ալավերդյան, որ մենք գործ ունենք ուղղակի բանդայի հետ։ Սա բանդա է եւ կից նաեւ Արամ Սարգսյանը, Արամ Զավենի Սարգսյանը, որ այդ անհեթեթություններ ուղղակի այս մարդը մարազմի մեջ է, չգիտեմ հոգեկան հիվանդ է, մարազմ է թե ինչ է, եւ այս ուժը, խնդրեմ։ Եկեք մենք դուք ինչ-որ շատ մեղմ ասեցիք, բանդա, բան, այդ օրինակ այս անգամ դուք եք ավելի մեղմ արտահայտում։ Հա, այդպես է լինում, որ ես ավելի մեղմ եմ, քան ես եմ տեսնում, մի քանի անգամ կրկնել եմ, հիմա ես ուզում եմ հստակեցնել, որ ելով չի տեսնում, որ Հայաստանը զավթված է ներսից։ Հայաստանը զավթել են ներսից մի խումբ, որը իր անձնական շահերը, լինի դա գումարներ թալանել եւ այլն, դա ինքը համարում է լավ պահ ուղղակի իր հարստանալու համար, բայց իրականում նրանք զրո ուշադրություն են դարձնում եւ այդ առումով սպասարկում են թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Տեսեք, ես տարբեր առիթներով եմ դա այդ բանաձևը ասել։ Հիմա ես ուզում եմ, որ ամեն մեկը հասկանա, որ դա կարող է ինքը զգալ եւ իր անձնական կյանքի եւ ընտանիքի վերաբերյալ այս վերաբերմունքը։ Տեսեք, ինչ է տեղի ունեցել հանցագործություն։ Տեսեք, ասում են, ինձ զանգել ասում են, ճիշտ է, որ պահանջում են ուրեմն հրաժարական թաղապետարը, ինչի մասին է խոսքը, ինչ հրաժարական, դա ինքն է, բայց դա քրեական գործ է հարուցում, դա ուղղակի վեր է որևէ քննարկումից, մենք չենք իրավունք չունենք քննարկել։ Գիտեք, գլխուղեղի կաթվածի բոլոր նախադրյալները կան, որ այս մարդուն ինչ վիճակի են հասցրել։ Կասկածի տակ դնել եւ քրեական օրենսգիրքը քիչ է արդեն սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ամբողջովին ոտնահարված է, ընդհանրապես մի կողմ դրած է ու պատահական չի, որ հիմա էլ սահմանադրական դատարանի վերջի որոշումը դա անօրինական սեփականության այսպես ասած պետականացումը էլի այդքան տարօրինակ է, որ շատ քննարկումների է արժանացել եւ սահմանադրությունը եւ սահմանադրականությունը Հայաստանում դրված է ամբողջովին ոչ թե հարցականի տակ, այլ ժխտում են սահմանադրությունը։ Հիմա հերթը քրեական օրենսգրքին է հասել։ Ինչի մասին է խոսքը։ Տեղի է ունեցել ոհմակային ես ուրիշ խոսք չեմ գտնում, այդպիսի խոսք չկա քրեական օրենսգրքում, բայց մենք գիտենք, որ ոչ թե հայ տղամարդուն, այլ ընդհանրապես տղամարդուն վայել չէ մի խումբ, այսպես իրոք ոհմակ կազմած մի խումբ տղամարդիկ հարձակվեն մեկի վրա։
Հիմա քրեական օրենսգիրքը դա կոչում է խմբակային, այսինքն ոչ թե մեկ մարդ է, այլ ավելի մեկից ավելի մարդ այդ հանցագործության մեջ մասնակցել է։ Բարոյական կողմը նրա ոհմակն է, որի մենք իմանանք, որ դրա հետագայում ավելի մեղմ ձևակերպումը գտնվել է քրեական օրենսգրքում։ Այդ մեկ, երկրորդը դա ինչ արդարացումներ են, կներեք փառաբանություն ուղղակի։ Դուք տվեցիք մեկի անունը, բա քաղաքապետարանի այդ տիկինը, որը կներեք արդարացնում է ամբողջովին, ելույթներ է ունենում հիմա։ Անի Խաչատրյան ասում է լավ են կարել, ինչ որ կանեք, Այսինքն տեսեք, դա արդեն գալիս է ապացուցելու իրենց կողմից, որ մենք ազգ չենք, տեսեք, ասում են ազգային պետք չի օգտագործել։ Հիմա դա իրականացնում են, դա ազգին, հայ ազգին մասնավորապես ներհատուկ գործընթացներ չեն, երբ որ ոչ թե խուլիգանական միայն այդ գործընթացը տեղի ունեցել, հանցագործությունը տեղի ունեցել, այլ հիմա գնում է այդ բարոյական դաշտում ամբողջովին ոտնահարումը ցանկացած արժեքների, ցանկացած, ինչպես ասեմ, ուղղակի սովորութային իրավունքի նորմերը, մենք սովորությունը այդպիսին է, որ չի կարելի տղամարդը կանայք մի խմբով հարձակվեն մի անձի վրա, եւ այս առումով թող իրենք չմոռանան իրենց արածների բնութագիրը, բոլոր նրանք, ով փառաբանում են հանցագործությունը, նրանք են դառնում անուղղակի մասնակից այդ հանցագործության եւ փաստորեն կոչ են անում, ոգևորում են, որ այդպիսի կեցվածքը շարունակվի։ Նշանակում է, որ քայքայումը Հայաստանի Հանրապետության ուղղակի կարգի արդեն ոչ միայն սահմանադրական, այլ ուղղակի կենցաղային եւ մեր առօրյան դրել են հարվածի տակ։ Լինի դա Դուք խոսում եք մասնակիցների մասին, չէ՞։ Ահա, տեսեք, դուք ասում եք, որ նրանք, ովքեր որ 21 թվականին գնացել եւ իրենց ձայնը տվել են Նիկոլին, ճիշտ է, պատերազմից հետո, ասել եք, չէ՞ դա։ Նրանք մասնակից են ցեղասպանության եւ իրենք մասնակից են այդ 10000 թե 11000 զոհվածների մարմինը ուտում են խորշը, ճիշտ է։ Կապ չունի, նրանք սխալվել են թե չեն սխալվել։ Իրենք մասնակից են ցեղասպանության եւ իրենք թող նկատի ունենան, դուք ասել եք, որ ամեն օր իրենց սեղանին դրված է 10000 երիտասարդների մարմին եւ իրենց հացի հետ ուտում են նրանք, ովքեր գնացել են 21-ին ընտրել են Նիկոլին, ճիշտ է, ԿՊ-ին։ Ես հստակեցնեմ, ով գնացել է, ես ուզում եմ շարունակել։ Սա արդյոք չի տարածում այն մարդկանց վրա, ովքեր 21 թվականից ալարել են եւ հարկ չեն համարել գնալ եւ ընտրություններին մասնակցել։ Այսինքն այդ ամեն ինչից հետո գնալ գոնե առնվազն կանգնեցնել ցեղասպանությունը, որտեղ Արցախի կեսը տվել են 11-12000 զոհ ունենք, բայց մարդիկ չեն գնում, չեն մասնակցում։ Արդյոք նրանք, ովքեր 21 թվականին չեն մասնակցել, Արցախը ցեղասպանելու, հայ ժողովուրդը ցեղասպանելու, ցեղասպաններին իշխանության պահելու եւ ելի իրենց հացի հետ ամեն օր այդ 10000 երիտասարդի մարմին իրենց հացի հետ ուտելու մասնակիցը չեն։ Նայեք, ուրեմն նրանք ովքեր չեն գնացել, խնդրում եմ ասեք, այո թե ոչ։ Մենք անընդհատ որ խոսում ենք ու մասնավորապես օրինակ Երևանի քաղաքապետարանի ընտրությունները։ Չէ, ես 21-ի մասին եմ խոսում։ Մի վարքյան, ես 21-ը ուզում եմ տանեմ այդ բանը։ 21-ից հետո էլ արդեն Երևանը ինչ է նշանակում, որ այս իշխանություններին բերողը ոչ միայն նրանք են, ովքեր որ ընտրել են, այլ նրանք, ովքեր գիտակից ձևով չեն գնացել ընտրություններին։ Ահա, շատ լավ։ Հիմա դա գիտակից է։ Այո, այո։ Եթե կարելի է մտածել, որ ես գործ չունեմ, էլի ասում եմ, մենք մասնակից չենք, այնտեղ դե ոչինչ թող մնա, տեսնենք, բան ոչ մի բանի մեջ չենք, այս կողմ կլինի, ասենք չենք մասնակցել, այն կողմ կլինի, ասենք չենք մասնակցել, չէ, չմասնակցողը եւս ես դա այդ հարցը ինչու տվեցի Տիկին Ալավերդյան։ Հիմա որ դուք ասում եք, տեսեք, ինչ անտարբերություն եւ անպատասխանատու վիճակ, չէ, բան չկա։
արձագանք գրեթե չկա։ Ուզում եմ ասել սա, հիմա որ նրանք ովքեր չեն արձագանքում, նրանք ովքեր այդ տականքները, որ ասում են, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ես տանը նստած ծեր բիձա արվեստագետ եմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, այդ ծեծ ու ջարդը չեմ տեսել, Արցախի կորուստը չեմ տեսել, գերիներից տեղյակ չեմ, թողեք ես գնամ 100 երեխայի հետ, հանդիպեմ իմ երգերը երգեմ։ Եթե դուք մենք հասկանում եք ում մեզ մասին եք Չէ, խոսում, նայեք նաև ասեց, որ տեղին է այն մեղադրանքները, որոնք հնչում են իրենց հանդեպ։ Նայեք ինքը արդարացումից հետո այսպես փորձերը նա հստակեցրեց, որ քանի որ ես այդ վիճակում արդարացված են այդ մեղադրանքները, հստակեցնենք արդարացված են ոչ միայն հոգեբանական, բարոյական առումով, այլ դա չի կարող չմտնել այդ մարդկանց եւ չազդել այդ մարդկանց հետագա կյանքի վրա։ Հիշեք միջև վերջ, ես միշտ ասել եմ, ցանկանում եմ ձեզ բոլորիդ, ովքեր ընտրել եք, ովքեր չգնալով էլի մասնակցել եք այս իշխանություններին բերելու, բոլորիդ ցանկանում եմ երկար կյանք եւ անձնական կյանքում երջանկություն, բայց հիշեք, ձեր այդ երկար կյանքի ընթացքում հիշեք, ձեր ճակատի վրա այդ խարանը մնալու է եւ էլի եմ ասում, ձեր ավելի խելացի զավակներն ու թորները ձեզ չեն ներելու, որ դուք Նրանցից ծնվածները ինչ պիտի լինեն, որ իրանց դաստիարակածները ինչ պիտի լինեն։ Գիտեք ոնց է, այդպես չի որ միշտ անառակից ես ունեմ մեծ փորձ կյանքի ու գիտեմ որ կարող է պատահել լրիվ հակառակը լինի եւ ասում եմ եթե ոչ ձեր զավակներն ու թորները ապա այլ ավելի գրագետ եկող երիտասարդ խավը որին դուք ուզում եք ուղակի 0-ի տեղ դրած նրանց գայթակղում եք ամենակեղտոտ գայթակղություններով մեկ է այդ սերունդը ծնելու է այն խավը, որը չի ներելու եւ այդ խարանը ձեր ճակատին մնալու է։ Անկամ եթե ոչ մեկը դա չիմանա, դուք գիտեք։ Դա շատ կարեւոր է, որ նրանք ովքեր որ մասնակցել են ակտիվ կամ пассив ձևով այս իշխանություններին, որոնք սպասարկում են թուրք ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը նրանք անձամբ գիտեն որ ինչի մեջ են իրենք մասնակցել հանկարծ չմտածեք որ իրանք այդ աստիճան խելագարություն այդպես չի նրանք լավ էլ գիտեն եւ այս առումով կրկնում եմ ձեր բոլորի համար դա լինելու է այն հիշողությունը որը ինչքան էլ ես ցանկանամ ձեզ երջանկություն դուք այդ երջանկությունը չեք վայելելու Երեք ձայնագրությունները տարածվում, թե ինչպես են խոշտանգում Արմավիրի ոստիկանությունում, ինչ սարսափելի տեսարաններ, ես չգիտեմ տեսել եք թե չէ, մենք ուղիղ եթերում էինք, մեզ ուղարկեցին Տիկին Զորաբյանի հետ էինք, այսինքն սա ամենուր է, այս անպատժելիությունը, դա ինչպես է կոչվում, դա տեսեք դա կոչվում է, որ կտանքները, դաժան վերաբերմունքը հստակ դարձել են Հայաստանում վարչական պրակտիկա այսինքն ոչ թե դա հազվագյուտ բան է եւ որ մարդու իրավունքների ժամանակին դիմել են օրինակ մեզ դիմել են ժամանակին էլի նույն այդ Արմավիրում այդպիսի մի դեպք է եղել դա ոչ թե արտարոց դեպք է այլ վարչական պրակտիկա եւ այդ վարչական պրակտիկան հենց արձագանք է այն քաղաքականությանը, որը վարում է կառավարությունը, երբ որ համարժեք պատժելիության սկզբունքի ներքո չի գործում, դա նշանակում է նա ոգևորում է եւ չպատժված հանցագործությունները դառնում են խիզախություն, դառնում են իրենց այսպես ասած տղամարդկության եւ այս իշխանություններին այսպես ասած նվիրվածության ապացույցներ դա էլի եմ ասում ավելի մեծ ծրագրի մաս է այն է քաղաքակրթության մեջ իր ուրույն հետքը թողած հայ ազգը դարձնում են գրեհիկ ցեղ ու այդ առումով նրանք փաստորեն հետապնդում են շատ ավելի մեծ
նպատակ այն է ազգային պետությունը ոչնչացնել եւ դարձնել մի որևէ վարչական միավորում կցորդ լինի Թուրքիայի, լինի արդեն իր սահմաններից դուրս եկող լկտիությամբ Տիկին Ալավերդյան, կարող ենք ասել, որ ըստ էության դիմադրությունը բավականին թույլ է եւ տկար է եւ իրականում մի 30 մարդ է մնացել, ակադեմիան սատկած է, ակադեմիկոսներից ձայն չկա, համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը սատկած վիճակում է, ոչ մի ձայն չկա, չգիտեմ, այսպես մի քանի կուսակցության, հանրապետական կուսակցությունից 5 ակտիվ, Հայաստան դաշինքի մեջ 5 падգամավոր եւ հանրային 10 գործիչ, այսինքն ինչ է լուր համր այն հիշում եք որ ահաբեկիչները մարդկանց արդեն վերջին բանը գերի են բռնել եւ պիտի իրանց գլուխը կտրեն, թևերը հետևը կապած ծնկի են բերում եւ որևէ պայքարի բան չկա, արդեն հնազանդված սպասում են թե ինչպես իրենց գլուխը պիտի կտրեն։ Արդյոք հայ ժողովուրդը այդ վիճակում է։ Այո, նայեք ինչի դա հարցը, երբ որ ես ասում եմ մենք զավթված ենք ներսից, դա նշանակում է, որ այս կառավարությունը գործում է իր բոլոր քայլերում որպես տերորիստական պետություն։ Նայեք, կառավարությունը դարձնում են մի այնպիսի գործիք, որը որ ծառայում է միայն ու միայն պատժեի մեթոդով, պատժելու մեթոդով, նսեմացնելու մեթոդով դարձնում են, կրկնում եմ, հլու հնազանդ եւ որևէ մեկ դիմադրություն ցուցադրելու ոչ ունակ զանգված, կներեք խոսքիս համար։ Հիմա դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է դատելով արդյունքներից։ Մենք տեսնում ենք, որ այս կառավարության, իդեպ ես հիշեցնեմ, որ իրենց որպես առաջնորդ պահող վարչակազմի ղեկավարը եւ նրա վարչակազմի անդամները մի քիչ ստապվեք, դուք առաջնորդ չեք, դուք վարչակազմի ադմինիստրացիա, դա եք, վարչապետը նշանակում է վարչարարությունը իրականացնող, այլ ոչ թե դուք ընկնեք հիմա Հայաստանով մեկ, ինչ որ աղանդաձևի հավաքներ կազմակերպեք տարբեր դպրոցներում խիստ ընտրված խավի համար։ Դուք առաջնորդ չեք, դուք ձեր այդ գործողություններով չկատարելով ձեր ուղակի պարտականությունը, որը գրված է բոլոր մեր սկսած սահմանադրությունից ամբողջ օրենսդրության մեջ, քրեական օրենսգրքում, քաղաքացիական օրենսգրքում, դուք դա չեք կատարում, դուք ձեզ վրա վերցրել եք ամբողջովին ազգի հոգին պղտորելու եւ բերելու նրան նսեմացված եւ